Նախորդ հանգստյան օրերը Հայաստանի ղեկավարությունը կրկին անցկացրեց ավտոբուսում Իրանում շարունակվող լայնածավալ պատերազմի ֆոնին Հայաստանի ողջ ղեկավարությունն, այդ թվում վարչապետն ու արտգործնախարարը, զբաղված էին ոչ պակաս կարևոր մի գործով. նրանք ընտրում էին այն երգը, որ կուղեկցի ՔՊԱ-ականներին Շիրակ եւ Արագածոտն ուղևորության ընթացքում։ Եզրափակիչ են հասել ուրբաթ շաբաթ կիրակին եւ what a wonderful world. Այսինքն մենք պետություն ենք, թե սա բանա ինքնագործ խմբակ է։ Նիկոլ Փաշինյանի այս մի հայտարարությունը հնչեց մարտի 12-ին մարզերայցից մի քանի օր անց։ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը պաշտոնանկ է արվել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի ծիծեռնակաբերդ կատարած այցելության ժամանակ Ղարաբաղյան հակամարտությունը հիշատակելու համար։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում։ Դատելով Նիկոլ Փաշինյանի այս շաբաթ հնչեցրած մյուս հայտարարությունից, Արցախի մասին հիշատակումներն այլևս չեն խրախուսվի ոչ միայն ցեղասպանության թանգարանի տարածքում, այլև Հայաստանի նոր սահմանադրության տեքստում։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Այս շաբաթ դժվար էր հասկանալ, թե ինչ տրամաբանության վրա է կառուցվում Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո մեկնարկած քարոզարշավը։ Քաղաքպայմանագրի առաջնորդը մեկ հանդես էր գալիս բարի, ժողովրդի ծոցից ելած առաջնորդի դերում։ Չէ, միջև դրան դեմը կգամ, ապրանքը կդնեմ շեմիզ ներս ու հետ կգնամ։ Դրանից քիչ անց էլ մարզերի բնակիչները տոպրակները տուն տանող Փաշինյանի հետ որևէ կապ չունեցող այլ Փաշինյան էին տեսնում։ Ու կաթողիկոս չկա։ Կտրիչ ներսիսանը կաթողիկոս։ Քեզ համար կաթողիկոս կա, ինձ համար կավը ձեզ համար չլինի։ Դուք մի րոպե։ Որպես վարչապետ, եղեք հայկան լեգիտիմ, որ կարողանանք հարգել ներկայացնել։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովուրդ ներկայացնում եք աթոռ, որպես ամենայն 100 հազարավոր հայ ժողովուրդ։ Ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը։ Եվ չնայած 100 հազարավոր աջակիցների մասին այս հայտարարությանը, վերջին հարցումները վկայում են Նիկոլ Փաշինյանին այսօր վստահում է Հայաստանի բնակչության ընդամենը 20%-ը։ Սա էին վկայում Միջազգային Հանրապետական ինստիտուտի վերջին հետազոտության արդյունքները նույն հարցման համաձայն, սակայն ընդդիմության առաջնորդների նկատմամբ վստահության մակարդակը Փաշինյանի վարկանիշից էլ ցածր է։ Հիմա էլ հարցումները դառել են ոչ թե տրամադրությունները չափելու գործիք, այլ դառել է տրամադրությունների վրա ազդելու գործիք։ Հա, այսօր մեկն էլ հրապարակվեց, չգիտեմ տեսել եք թե չէ։ Մի հայտարարություն։ Զազը հիմնական դա թույլ մարդիկ կամ իրենց վրա ոչ վստահ մարդիկ օդի մեջ դադարք տվել են ասում։ Ընդդիմադիր դաշտում առաջատարի դերին հավակնող Սամվել Կարապետյանի կողմնակիցները սակայն գերադասեցին ոչ թե քննադատել ամերիկացիների պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները, այլ դրանց հակադարձել իրենց պատվիրած հետազոտությամբ։ Հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումները կտրուկ տարբերվում են նաև ուժեղ Հայաստանի այսօր հրապարակած հարցումների արդյունքներից։ Ըստ միլիարդատեր գործարարի թիմի պատվիրած հարցումների Սամվել Կարապետյանի օգտին պատրաստ է քվեարկել 35%-ը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի օգտին ավելի քիչ 34%-ը։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս հարցման հրապարակումից մեկ օր անց արտաքին հետախուզության ծառայությունը որոշեց հանդես գալ առաջիկա հայաստանյան ընտրություններին վերաբերող հայտարարությամբ։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններից մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Հայ հետախույզներն այդպես էլ չհստակեցրին, թե որ քաղաքական ուժերը եւ որ երկրում են իրականացնում այս գործողությունները։ Հետախույզների տեղեկատվությամբ բացը որոշեց լրացնել Դանիել Յոհաննիսյանը։ Դե այս պահին քննարկումը գնում է 100,000 ռուբլի ընտրակաշարքի մասին։ Իսկ կան տվյալներ, թե որքան մարդկանց մասին է խոսքը, մեր որքան հայրենակիցների մասին է խոսքը։ Դե ինչ որ sense բան որ քննարկվում է, դա 80,000-ի կարգի մասին է խոսքը, միայն Ռուսաստանից։ Եթե հավատանք Յոհաննիսյանին, ապա Ռուսաստանի հայերին տրամադրվող ընտրակաշարքի ընդհանուր ծավալը կազմելու է ոչ ավել, ոչ պակաս $100 միլիոն, 80,000 մարդու էլ Հայաստան տեղափոխելու համար հարկավոր կլինի առնվազն 1000
3600 հատ միջքաղաքային ավտոբուս։ Սրանք այն փաստաթղթերն են, որոնք ես պատրաստում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն։ Այս շաբաթ լայնորեն քննարկված եւս մեկ թեման նախորդ ամռանը տեղի ունեցած ադրբեջանական նոր առաջ խաղացումներն էին, ու թեև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա ենթակաները կտրականապես հերքում էին նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի արբանյակային լուսանկարների վրա հիմնված պնդումները, հայաստանյան լրատվամիջոցները, մասնավորաբար Ֆակտոր TV-ն փաստերով կարողացան հերքել ռազմական գերատեսչության հերքումները։ Օգոստոսի 8-ին, երբ Փաշինյանը եւ Ալիևը ստորագրում էին փաստաթուղթը, դիրքը արդեն մոտենում է իր ավարտական տեսքին եւ օգոստոսի 9-ին այն արդեն պատրաստ է։ Ըստ այդմ կարելի է պնդել, որ դիրքի առնվազն մի մասը Հայաստանի տարածքի մեջ է մխրճված։ Եվ չնայած Հայաստանի տարածքի եւս մեկ հատվածի փաստացի զավթմանը, վարչապետ Փաշինյանն այս շաբաթ հարկ համարեց մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Իսկ ինչու Հայաստանի քաղաքացիները երախտագիտություն չեն հայտնում իր ղեկավարած կառավարությանը պարտադիր ապահովագրման շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու համար։ Փաշինյանի այս դժգոհությունը հնչեց մարտի 12-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ Երբ որ ես տեսնում եմ վերնագրեր կամ մարդկանց կողմից մարդը ասում է, որ ես 1 միլիոն դրամանոց վիրահատությունը արեցի անվճար։ Այսինքն ինքը ճիշտ է արտահայտում, բայց մենք պետք է արձանագրենք, որ անվճար վիրահատություն չի լինում։ Ինչ որ մեկ այդ վիրահատության համար պետք է վճարի։ Այսինքն մենք պետք է քայլ կարողանանք այնպես անել, որ նույնիսկ մեր քաղաքացիները, ովքեր իրանց պարզապես գոհունակությունն են հայտնում, ոչ թե ասեն, որ իրանք դարել են անվճար, այլ ասեն այդ վիրահատության համար վճարել է կառավարությունը։ Փաշինյանը սակայն իր այս դատողությունների ընթացքում այդպես էլ չհիշեց, որ կառավարության տնօրինած միջոցները գոյանում են իր իսկ կողմից հերոս հռչակված հարկատուների շնորհիվ։ Միջոցներ, որոնք երբեմն իր կուսակիցները տնօրինում են խիստ կամայականորեն։ Վեդիի հիվանդանոցի ԿՊԱ-ական տնօրենը Բուշ հաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում։ Բադոյան Նյուզ տելեգրամյան ալիքներ գրել այս մասին։ Արամայիս Գրիգորյանը նաև Վեդիի ավականու անդամ է։ Նա այժմ թե մանդատն է վայր դրել, թե պաշտոնից ազատվել։ Ոչ սպասեք մի քանի օր, ամեն ինչ թափանցիկ Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին, հայտնում են դատախազությունից, միայն թե մինչև այժմ մեղադրյալ չկա։ Արամայիս Գրիգորյանը կարգավիճակ չունի։ Կունենամ։ Թե ինչ կունենան բարձրաստիճան պաշտոնյաները մինչև հունիսի 7-ը պարզ դարձավ այս շաբաթ կայացած կառավարության նիստի ժամանակ։ Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք։ Քաղաքպայմանագրի ձևավորած Հայաստանի պաշտպանության լավագույն սկզբունքային ձևն էլ պարզվում է բարձրաստիճան պաշտոնյաներին եւս 4 միլիարդ 600 միլիոն դրամի ընդհանուր ծավալի պարգևավճար տրամադրելն է Նիկոլ Փաշինյանի համոզմամբ լավ աշխատանքի համար։ Այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաեւ որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է։ Իլհամ Ալիևը սակայն վստահ է Հայաստանի հետ խաղաղությունը հաստատվել է իր համակարգային աշխատանքի շնորհիվ։ Հանդես գալով Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացմանը Ադրբեջանի նախագահն այս շաբաթ պնդում էր խաղաղությունը Հայաստանի հետ հաստատվել է նախ եւ առաջ ուժի կիրառման շնորհիվ։ When you lose any hope for peaceful settlement Երբ կորցնում ես խաղաղ կարգավորման բոլոր հույսերը, իսկ ճշմարտությունն ու արդարությունը քո կողմից են, ապա խաղաղության հասնելու համար դու պետք է ուժ կիրառես։ Մենք Հայաստանի հետ խաղաղության հասանք ուժով, հետո էլ քաղաքական միջոցներով։ Armenia by force and then by political means.